Այսօր մայիսի 28-ն է, օրվա խորհրդի հետ կապված ինչ կասեք։ Նա շնորհավորում եմ բոլորիս հայ ազգիս հանրապետության օրվա առթիվ։ Ես ուղիղ 20 տարի առաջ մասնակցել եմ զորահանդես 2006 թվին 15-ամյակին, բայց անկախության օրն է եղել։ Տարբերություն չկա, անկախությունը ոնց Վազգեն Սարգսյանն էր ասում, բացարձակ արժեք է։ Մեր պետության որպես զորահանդեսի մասնակից, քայլել եմ Շքերթին, Ղարաբաղից եկած զինվորներից եմ եղել։ Արցախից եք եկել։ Ինչ։ Արցախից եք այսօր։ Չէ, Արցախում եմ ծառայել։ Իսկ այս պահին ոնց եք գնահատում տեխնիկան ընդհանրապես, որ նայում եք, զգում եք։ Ամեն ինչ շատ լավ է ու զենքերը տեխնիկան այսօր որ նայում ենք ժամանակակից է։ Իմ տեսած տեխնիկան եղել է 70-ականներ, 60-ականներ, ու ասենք ընդհանրապես չէր կրակում։ Կամ կրակում էր արկեթում հասնում էր տեղ չէր պայթում։ Չի կարելի համարել էլի տեխնիկա։ Ամեն դեպքում 20 տարի անցել է։ Հա։ Այն ժամանակ էլ եղել է էլի 20 տարվա։ Հիմա կլներ 40 տարվա։ Իսկ 20, 22, 23 թիվ կամ 25 թիվ, 26 թիվ ժամանակակից տեխնիկա բնականաբար պետք է բոլոր մեր ազգի պարծանքն է, շնորհավորանքն է, որ մեր ազգը ունենա այդպես, մեր բանակը ունենա այդպես տեխնիկա։ Իսկ Հայաստանի Հանրապետությանը ինչ եք մաղթում։ Հայաստանի Հանրապետությանը ամենաառաջինը խաղաղություն, կարևորը խաղաղություն լինի, մեր զինվորները խաղաղ լինեն դիրքերում։ Մնացածը ինձ թվում է հերթականությամբ կլինի, ամենաառաջինը խաղաղություն։ Իսկ մոտ ժամանակ կլինեն ընտրությունները Հայաստանում, արդեն քարոզարշավն է ակտիվ գնում ընթացքում է։ Դուք գնալու եք, մասնակցելու եք ընտրություններին։ Չգնալը սխալ է, գնալը գնալու եմ, բայց գաղտնի է ում կընտրեմ, հա, որոշել եմ, բայց գաղտնի է ում կընտրեմ։ Կարող է դաժե ոչ մեկին չընտրեմ, բայց չգնալը սխալ է։ Ամեն մարդ յուրաքանչյուրը պետք է գնա, որտեղ էցի մեր ազգի, մեր հայության, մեր ամեն ինչի հարցն է։ Իսկ ինչի չգնալը սխալ է, բայց կարելի է օրինակ ոչ մեկին չքվեարկել։ Դե որ չգնաս զայնդ կորի, կամ դու քեզ համարես, որ դու զայն չունես, դա սխալ է։ Չեք քվեարկում ոչ մեկին, փաստացի չեք քվեարկել։ Չեք քվեարկել ոչ մեկին, ինձ թվում է հնարավոր չի 19 հոգի կուսակցությունն է, 19 հոգուց մեկին պետք է քվեարկել, բայց ամեն մարդ ինքն է ընտրում, ունի ընտրության հնարավորություն, ինքը ընտրում է ումը քվեարկի։ Ում որ համարում են, որ երկիրը դուրս կբերի այս վիճակից կամ չգիտեմ։ Դե ինձ եք հարցնում, չգիտենք ինչ վիճակում եմ։ Ասում եք այս վիճակից դուրս բերել դրա համար։ Հաստատված Յանի խաղաղություն կա, բայց հետի հələ հետոն կերև է, էլի։ Հիմա ոչ մեկ ոչ մի բան չի կարծի։ Շնորհակալություն։